Վերջին զանգ հեռուստասերիալում Միքայելը երկար լռությունից հետո վերջապես դիմում է հորն, խնդրելով, որ Աննային փոխանցի գա հիվանդանոց։ Չնայած նախորդ օրերին Հենդոյի կեղտոտ խաղերին ու ազդեցությանը, Միքայելը կարծես վերադառնում է ինքն իրեն, եւ այս անգամ նա որոշում է լսել Աննային։ Ու ճիշտ է անում, Աննան գալիս է, նրանց միջև տեղի է ունենում ամենաանկեղծ զրույցը, որ երբևէ ունեցել էին։ Առանց խուսափելու, առանց թաքցնելու, Աննան պատասխանում է Միքայելի բոլոր հարցերին։ Նա բացատրում է, ինչու էր գնացել Սոսի մոտ, եւ ամենակարևորը բացահայտում է, ինչու ոստիկանությունում նրա դեմ ցուցմունք չտվեց, այլ պաշտպանեց նրան։ Աննան խոստովանում է, նա այդ քայլը արել է իրենց անցյալի, Սոսի հետ ունեցած կապի եւ մահացած երեխայի հիշատակի համար։ Այս խոսքերը խորը հարվածում են Միքայելի սրտին։ Աննայի անկեղծությունն անակնկալի է բերում նրան, եւ նա ասում է. «Վերադարձիր տուն»։ Այդ պահին Միքայելը լիովին զգում է, որ Աննան սիրում է իրեն, եւ հենց դրա համար էլ հասկանում է, ճշմարտությունն ասելու ամենասխալ պահն է հիմա։ Ուստի նա լռում է։ Առաջիկա սերիաներում Միքայելը ապակինվում է, դուրս է գրվում հիվանդանոցից եւ շախունցների ընտանիքը տեղափոխվում է նոր տուն։ Նոր փուլ է սկսվում։ Միքայելը սկսում է գնահատել այն ամենը, ինչ ունի, ինչ մնացել է իրեն։ Նա խորապես զղջում է նախկին արարքների համար, բայց մենչ այս պահը դեռ լռում է։ Մյուս սյուժետային գծում մեծ իրադարձություն է մոտենում։ Սերիալում շուտով մենք տեսնելու ենք հարսանիք։ Մերին ու Արամը որոշում են ամուսնանալ։ Շատ հապճեպ, անսպասելի որոշում է դա։ Նման զարգացումը ցնցում է Լիլիթին։ Նա միանգամից հունից դուրս է գալիս։ Նրա համար այս ամուսնությունն ունի միայն մեկ բացատրություն. Մերին հղի է։ Նա ինքն իրեն ասում է, այլ կերպ այսքան շտապ չէին ամուսնանա։ Արամը իհարկե բացատրում է, ոչ մի հղիություն չկա, բայց Լիլիթին այլևս դա չի հետաքրքրում։ Նրա գլխում արդեն խաղը սկսվել է։ Իսկ մյուս կողմում Հենրի ու Անգելինան։ Նրանք բաժանվում են, այս անգամ վերջնական։ Չկա վերադարձի ճանապարհ, չկա այլ ելք։ Անկախ նրանից, թե Անգելինան իրականում ով է, ում աղջիկն է, այդ փաստը ոչինչ չի փոխում։ Այսօր նրանք այլ կերպ չեն կարող միասին լինել։ Մանավանդ հիմա, երբ Էլիզը գործի է անցել։ Նա որոշել է ամեն ինչ անել Հենրիին հեռու պահելու համար Անգելինայից։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աննան պետք է ների Միքայելին Անգելինային իրենից գողանալու համար։ Գրեք մեկնաբանություն։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Մարդը ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը մեջ անաչում է խոսում, ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզանա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամենից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տան հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։
Հիմա թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում են, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու տանում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ էի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонги каскасвеш. Но он сказал, что нежная душа у меня стерва. Всегда бы стервым. Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենա սպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լյովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք անում ինչա։ Դու ինչ կասես։ Քայլում ենք։ Սպորտում ենք։ Այս տեսարանները դուրս չի Ասում ենք սիրահարներին։ Այդի։ Ես իրանց կտաղեմ։ Փախի Անգելինա դեպի։ Անգելինան ունորը կմնա սիրահարների այգում։ Նելը տեսե։ Իսկ ես կգնամ Ես եմ գնում։ Անգելինայի տուն։ Լավ կռիվ մի արեք, երկուստը ճիշտ է։ Հանգստացի փոքրիկ շարժ